Պարոն Արշանյան, մյուս տեղանքներում ինչ վնասներ կան խոշոր։ Պտղատու այգիներ, Պտղատու այգիներից մի քիչ առաջ եմ տեղեկություն ունեցել, տեղեկություն ստացել, որ պտղատու այգի էլ կա, որը վնաս է կրել, պես պայթերությամբ չունեմ տեղեկատվություն, բայց գույքագրվում են նաև դրանք, հիմնական խնդիրը ցանկատարածքներն են, էլեկտրական կայանում ենք եղել, որտեղ եւս կան մշակաբույսեր, այսինքն իմ պատկերացմամբ ինքը երագով է գնացել, որ հատվածով անցել է, այդտեղ վնաս տվել է, որ հատվածով չի անցել, վնաս չի տվել, հիմնականում ցորեն, քարի այդ մշակաբույսերն են վնաս կրել, ել եմ ասում, այսօր վաղը կանցնի եղանակային պայմանները թույլ կտան նաև այդ մի քանի օրը կանցնի, որ կարողանանք արդեն դաշտում հասկանալ, թե որ հատվածները ինչ տոկոս է կազմել դաշտի պատճառված վնաս։ Հարկակարգային կայանները գործել են, բայց այն ամբերը, որոնք եղել են, այս երեկավորները կարագ էին կազմել, կարգուտը գալու էր էլի։ Այդ հակակարգային կայանները, որպես այդպիսին իրանք փոքր ամբերի համար են, այն ինչ պատկեր ունեցել են, միանգամից մտնել է սև ամբը եկել է, այդտեղ ոչ մի բան, կարագել է, բայց արդյունքը բնականաբար չկա։ Ապահովագրված չէ փաստորեն, ցորենը քարին այս տարի ոնց որ ապահովագրությունից դուրս էր մնացել եւ ժողովուրդը բողոքում էր, ասում են կարտոֆիլը օրինակ ապահովագրել են, բայց ցորենը քարին հնարավոր չի եղել։ Հենց կարկուտից ապահովագրված չէ, երաշտից ապահովագրել են, կարկուտից չէ, սա ոչ ոք պրոբլեմ, արդյոք այս կարգի փոխհատուցում, որովհետեւ անհամեմատ մեծ կլինի ծավալը ենթադրվում է։ Այո, ծավալը մեծ կլինի, նաև գիտեք ավարանին էլ գումարվեց, այնպես չի որ մենակ Շիրակի մարզում է, Արագածոտնի մարզում է, մենք այս խնդիրն ունենք։ Ինքը պետական աջակցման ծրագիր էր նաև ապահովագրության այդ ծրագիրը, մի չեմ կարող ասել, թե ինչի համար մեջը պայմաններ փոխվեց, բայց պետական շատ ծրագրեր կան, որոնք արդյունավետությունից ելնելով կամ որոշ ժամանակ հետո հաշվարկներ արվելուց հետո փոփոխություններ են տեղի ունենում, ես չեմ կարող ասել, թե ինչ ներքին հաշվարկներ են եղել, որ կարգուտը դուրս է եկել, ենթադրենք երաշտի մնացել է։ Միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը Շիրակի մարզով մեր համայնքները իզորու են միայնակ լուծել իրենց առաջ կանգնած խնդիրները, մանավանդ այս խնդիրները այն 88 թվի երկրաշարժը չի, որ այլ մեր հարևաններից ու բարեկամներից օգնության կարիք ունենանք, միանշանակ նաև շնորհակալ եմ մեր գործընկերներին, որոնք փորձել են աջակցել, բայց վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իզորու է իրեն առաջ տրված խնդիրները, թեկուզ անսպասելի բնակլիմայական պայմաններից ելած, իզորու է ինքնուրույն լուծելու։ Պարոն Արշանյան, մի հարց մենք տեսանք ձեզ Ոսկանյանի հետ։ Գերեու շրջեցիք, չկար քաղաքային իշխանություններից որևէ մեկը ձեր հետ։ Չի ստացվում աշխատանքը։ Ի վերջո սա այնպիսի, այսպես ասած, աղբետ է, որ Գյումրի քաղաքը ևս տուժել է եւ քաղաքային իշխանությունը ինչքանով է հաշվետու մարզային իշխանությանը, չկան քաղաքային իշխանության ներկայացուցիչներ ձեր շրջայցի ժամանակ։ Նախ մարզպետարանի աշխատակիցները բոլորը կապի մեջ են համայնքապետարանի տարբեր բաժինների աշխատակիցների հետ, հենց այդ գիշերն էլ փոխմարզպետարանը մեր խորհրդականների հետ շրջել է, նաև կոմունալ ծառայության աշխատակիցների հետ է կապի մեջ եղել, նաև հիմի մարզպետարանից արդեն գրությունները գնացել է բոլոր համայնքապետարաններին, որ գույքագրեն քաղաքացիների խնդիրները, որ հետո ներկայացնեն մարզպետարան, նաև ես երեք եղել եմ Գյումրիում, ճիշտ է մի քանի վայրերում, նաև թատերական հրապարակի էր մեր Եղևնի անկած ժամանակ կոմունալ ծառայությունը գործ էր անում, թե ինչի չէր մասնակցում Գյումրու քաղաքապետարանը, գուցեև խնդիր կար, թե ով է շրջայցանելու մարզպետի հետ, գուցեև մտավախություն կար, որ խորհրդականները կարող են մասնակցեն, իսկ այդ խորհրդականները ինձ համար խիստ խնդրահարույց են։
Քանի որ անմիջապես այդ հարևանությամբ այդ կիսաքանդ շենքն է, ու նմանատիպ քամիները պարզապես հաղթերս բերեց, որ այդ շենքը ինչ է։ Ինչպիսի լուծում եք տեսնում, որովհետև տարիներ շարունակ չաչակված թեմա է ու հենց նման աղետների ժամանակ այդ հարց ավելի սրվում։ Այդ հարցը նաև իմ համար ոչ թե մենակ սրվում է, այլ կոնկրետ Անդարավան 26-ի մյուս շենքի բնակիչներն նեղանան նորից, բայց չէ Անդարավան 26-ին իմ համար նաև անձնական հարց է դարձել, որտեղ արդեն երկար ժամանակ զբաղվում եմ այդ շենքի խնդիրներով, չնայած մարզպետ դառնալուց հետո, նշանակվելուց հետո նաև զբաղվում եմ Տիգրան Մեծի, Իսահակյանի ու այլ վտարային շենքերի հարցում, այդտեղ կառավարությունը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հանձնարարականով աշխատանքային խումբ կա ձևավորված, որոնք խորհրդակցություններ են տարբեր ժամանակներում անում, խնդրել եմ նաև այդ խորհրդակցությունների մասնակցությունը, որովհետեւ կարողանամ ես տեղում ներկայացնել, թե ինչ վիճակ է մեր վտարային շենքերի հետ կապված, մի նորից սեյսմիկ ստուգումներ է արվում, որովհետև օրինակ երբ որ խնդիրը բարձրացրել էինք Անդարավան 26-ի, շատ շուտ արել էին եզրակացություն երրորդ կարգի վտարանություն։ Այնտեղ բնականաբար երրորդ կարգ չէ, չորրորդ չէ, չորրորդից էլ ավել է, բայց փաստաթղթերով Անդարավան 26-ը համարվում է երրորդ կարգի սեյսմակայունության շենք։ Տիգրան Մեծի շենքի մի հատված ամբողջությամբ պլված է, բայց այնտեղ էլի սեյսմիկ վտարայնության խնդիր կա, այսինքն հիմի հանձնարարված է, պատվիրված է, որպեսզի շատ լուրջ բան անեն, ուսումնասիրություններ անեն վտարայնության չափը հասկանա,